Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, սիրելի արցախցիներ, եթերում առողջ Արցախ հեռուստաանախագիծն է։ Բոլոր ժամանակների համար, այսինքն թե մեր շուկայում լիքը սնունդներով, բազմազանությամբ, թե նաև այս ժամանակաշրջանում, երբ որոշակի սննդամթերք քիչ է գտնվում, շատ կարևոր է առողջ ափսեի գաղափարը։ Մեր հայրենակիցները ցավոք շատ են դիմում տարբեր սննդաբանների, ստանում են այդ խորհուրդները թե ինտերնետով, շատ հաճախ նաև դժբախտաբար վճարովի են ստանում այս խորհուրդները, բայց արդյոք բոլոր սննդաբաններն են որակավորված եւ արդյոք այս խորհուրդները ճիշտ են, ունենք ափսեներ, որոնք այսպես ավանդական գալիս են եւ խորանալով տեսնում ես, որ այդ ափսեի գաղափարը ճիշտ է, որոշները սխալ են, ինչպես կառուցել ձեր ընտանիքում, ձեր ընտանիքի համար առողջ ափսեն, այսօր այդ թեմայի շուրջ իմ զրուցակիցը կլինի հերթական անգամ Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ գաստրոենտերոլոգ, էնդոսկոպիստ Անուշ Արոստամյանը։ Բարի երեկո բժշկուհի, շնորհակալություն մեր հրավերը հերթական անգամ ընդունելու համար, ինչպես իմ խոսքում նշեցի, անդրադարձ կատարենք սկզբից խորհրդատումներին, հետո վերադառնանք արդեն ափսեններին։ Ինչ կարծիքի եք այն անձանց մասին, այն մեր քաղաքացիների մասին, որոնք կարծես թե կասկածելի աղբյուրներից ստանում են տարբեր սննդակարգեր, կարծես թե այսպես ասած իրենց անձի համար մշակված, արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը եւ ինչ սխալներ ու վնասներ կարող են հասցնել մեր քաղաքացիների։ Բարի երեկո, սա իմ ամենասիրելի թեմաներից է, որի շուրջ ես կարող եմ ժամերով խոսել։ Սննդաբաններ, արդյոք բոլոր սննդաբաններն են որակավորված բժիշկներ եւ արդյոք սննդաբանը պետք է լինի բժիշկ, արդյոք բոլոր մարզիչները, ովքեր 1-2 կամ 10 կիլոգրամ քաշ են օգնում պացիենտը կամ իրենց դիմողը նվազեցնի, արդյոք իրենք իրավունք ունեն իրենց սննդաբան կոչելու։ Իհարկե ոչ, սննդաբանությունը դա մի մեծ առանձին գիտություն է, որը բժշկականի ուսանող տարիներին մենք պարբերաբար անցել ենք եւ վերջում կա առանձին արձինատուրա հենց սննդաբանությանը նվիրված եւ պարզապես այսպես տգեղ է ու շատ ոչ գրագետ, որ 1-2 10-15 օրյա կուրս են անցնում սննդանյութերի, սննդամթերքների, առողջ ափսե կառուցելու մասին եւ սկսում վերավաճառել իրենց այդ թերի գիտելիքները։ Իհարկե խորհուրդ եմ տալիս մեր ժողովրդին, որ նման ինձ համար սուտասաններից հեռու մնան եւ անպայման դիմեն ճիշտ սննդաբանների, որակավորված բժիշկների, ովքեր որ կօգնեն նախ գտնել իրենց ավելորդ քաշի կամ թեր սնուցման պատճառը, վերացնեն այդ պատճառը եւ հետո նոր կառուցեն իրենց օրգանիզմին բնորոշ ճիշտ սննդակարգը։ Եվ այստեղ շատ մեծ դեր է խաղում այն, որ այդ գաղափարը առողջ սնվելու ոչ թե պիտի լինի պարբերաբար, ամանորին ընդառաջ, հարսանիքից առաջ, ամառվանից առաջ, ինչ որ մի իրադարձության համար, այլ մշտապես, այսինքն նա լինի մեր արյան մեջ, մեր գաղափարը ընդմիշտ։ Եվ շատ կարևոր է, որ հենց փոքրուց երեխաներին սովորեցնես այդ գաղափարին, ինչպես ճիշտ սնվել, առողջ սնվել եւ ինչպես գունեղ, գեղեցիկ կազմեն իրենց ափսեն եւ կշտանան, հագենան եւ ստանան բոլոր անհրաժեշտ վիտամինները, միներալները, սննդանյութերը, որոնք կազմում են մեր օրգանիզմի հիմքը, կառույցը եւ հետագայում չկանգնեն որոշակի խնդիրների առաջ։ Իհարկե ավելորդ քաշի պատճառ հիմնականում դա ավելորդ ուտելն է, ոչ մեկի համար նորություն չէ։ Երբեմն այո պատճառներ են լինում հորմոնալ խանգարումներ, էնդոկրին համակարգի կամ այլ ստրեսից առաջանում է բուլիմիա կամ հակառակ առաջանում է անորեքսիա, կախիքսիա, այսինքն ստրեսային իրավիճակներից ելնելով կամ տարբեր հորմոնալ խանգարումներից անպայման դիմելով թերապևտին, ընտանեկան բժշկին, էնդոկրինոլոգին, գաստրոենտերոլոգին հայտնաբերում ենք պատճառը նման խնդիրների, հետո ստանում է բուժում, եթե որևէ օրգանական պատճառ չկա, այսինքն դա ալիմենտար է, սնունդի քիչ կամ շատ ընդունման հետևանքով է, նոր արդեն կազմում ենք տվյալ օրգանիզմին համապատասխան սննդակարգ։ Շատ կարևորում եմ, որ նշեմ, եթե ունենք ավելորդ քաշ, ինչն է մեր առաջին քայլը։ Պետք է ստեղծենք
էներգետիկ դիսբալանս, այսինքն մեր ընդունած կալորիաները պետք է քիչ լինեն, քան մեր ծախսածը, եւ այստեղ երկրորդ տարբերակ չկա։ Այն դեպքում, երբ որ պացիենտը դիմում է սննդաբանին, գաստրոենտերոլոգին կամ էնդոկրինոլոգին եւ նշում է, որ ես ավելորդ քաշ ունեմ, դա ինձ խանգարում է, բայց ես քիչ եմ ուտում, մեկ անգամ եմ ուտում, ավել չեմ ուտում, դա միֆ է, հեքիաթներ են։ Եթե մի քիչ պացիենտին երկար ենք հարցեր տալիս, մանրամասն ենք հարցեր տալիս, այսպես ավելի խորամանկ ձևով ենք հարցեր տալիս, պարզվում է, որ ինքը մի սուրճի հետ մեկ կտոր կերած քաղցրավենիքը կամ շոկոլադը կամ թխվածքը չի հաշվում, որ դա ինքը կերել է, սնունդ չէ, այսինքն եթե դա ճորպոտ, յուղոտ, ինչպես այսպես կշտացնող ինչ-որ ուտելիք չի, իր համար դա ոչինչ է, այսինքն մեր սուրճը, թեյը, ամեն ինչը կալորիա է, եւ եթե մենք ուզում ենք ավելորդ քաշից ձերբազատվել, դա նույնպես հաշվում են կալորիաներ, եւ չի լինի այդ ավելորդ քաշից ձերբազատվել առանց ֆիզիկական վարժությունների, առանց էներգետիկ դիսբալանսի, առանց մեր օրգանիզմին օգնելու։ Այսպես ուղղակի 1-2 սնունդ հանելով, սխալ սննդակարգով, թերի այն մտածելակերպը, որ ժամը 6-ից հետո չեմ ուտում եւ ես կնիհարեմ, դա է առողջ սնվելը, ժամը 6-ից հետո հացը կհանեմ, բանանը կհանեմ, բանանը չաղացնում է կամ հակառակը անանասով, գրեյփֆրուտով, իմբիրով, ինչ որ այսպիսի հյութեր կպատրաստեմ եւ դա կբերի իմ ճարպերի քայքայմանն ու այրմանը, լյարդում, ինչ որ չգիտեմ process-ների առաջացմանը, դրանք միայն ֆանտաստիկ հեքիաթներ են, որ չգիտես որտեղից են առաջացել եւ այո, հենց այդ մոդայիկ դարձած այսպես սննդաբանների սխալ մոտեցման արդյունքն է, երբ որ շատ են գովազդում դա, այս սննդամթերքը փորձեք, դա լավ է ձեր օրգանիզմին, առողջ արար է, այն մյուսը քիչ օգտակար է, պետք է վերջ-ի-վերջո վերջ տանք լավ ու վատ սննդամթերքի տարբերակումը, պետք է վերջ-ի-վերջո հասկանանք, որ այդ գաղափարը միֆ է, սխալ է եւ պարզապես գովազդի տարբերակով ուզում են ձեր ենթագիտակցության վրա ազդել եւ դուք ավելի այսպես կարծես հաճելի տարբերակով, որը ձեզ ավելի թվում է թե հարմար է, ավելի այս սննդակարգը ճիշտ է, քանի որ նայեք մոդայիկ է, քիմքին հաճելի, այո, ընդունելով գնաք դրա հետևից։ Մի օրենք կա, պետք է ճիշտ առողջ ափսե կազմել եւ սնվել այդ գաղափարով ընդմիշտ, ոչ թե ինչ որ ժամանակ առ ժամանակ, ինչ որ մի առիթին նվիրված։ Շատ բարի։ Սիրելի հեռուստադիտողներ, կուզենայի եւս մեկ անգամ արձանագրել, որ սննդակարգից է կախված մի շարք հիվանդությունների եւ ախտաբանական վիճակների առաջանալը մեր օրգանիզմում եւ այո, մի շարք հիվանդություններ եւ ախտաբանական վիճակներ էլ կարելի է վերացնել ճիշտ սննդակարգ ունենալու պայմաններում։ Սա պետք է լինի ոչ միայն անհատական, ընտանեկան, գուցե նաև ավելի ընդլայնված բարեկամական շրջանում։ Կարծում եմ, որ այս գործընթացով կարող ենք լավ արդյունքների հասնել մեր ազգաբնակչության համար, որովհետև մեր հայրենակիցներին, արցախահայությանը եւ ընդհանրապես մեր ազգին պետք է եւ առողջ քաղաքացիներ, հոգեպես, թե ֆիզիկապես։ Բժշկուհի, անդրադարձ կատարենք կոնկրետ աբսենների, օրինակ, ինչպիսի աբսեններ եք խորհուրդ տալիս, ինչպիսի համադրումներ, որպեսզի մեր ազգաբնակչություններ, մեր քաղաքացիներն էլ իմանան ինչից սկսեն։ Այսպիսի մի գաղափար կա, որ առողջ աբսեն դա մոտավորապես մեր 20-22 սանտիմետր, այսպես ասեմ, տրամագծով, որը մեր գրեթե ափին է հավասար, տրամագծով աբսեն է։ Տղամարդկանց համար 1-2 սանտիմետր ավելի մեծ տրամագծով, որի կեսը, այսպես եթե մտովի բաժանում ենք աբսեն, զբաղեցնում են ածխաջրերը, մյուս կեսը ճարպերն ու սպիտակուցները։ Այդ ածխաջրերին բաժին կարող են հասնել ինչպես բանջարեղենը, մակարոնեղենը, սպիտակուցներին ու ճարպերին, մսային բաժինը, ձավարեղենը, որոնք մեր օրգանիզմի համար ընդեղենը, ձավարեղենը, սպիտակուցները անփոխարինելի կառուցվածքային միավոր են։ Այսինքն մենք եթե հանում ենք միսը ռացիոնից, այո, կան վեգաններ, պարտադիր որևէ տեսակի այլ անփոխարինելի սպիտակուցներով պետք է լրացնենք, բայց պետք է նաև հիշենք, որ կան այնպիսի անփոխարինելի սպիտակուցներ, որոնք կան միայն մսում, կան որոնք միայն ձկնատեսակներում, կան որոնք միայն ծովամթերքներում, միայն բանջարեղենում, այսինքն այդ առողջ ափսեի գաղափարը հենց դա է, որ մեր ամեն անգամ ուտելիս յուրաքանչյուր չափաբաժին պետք է մտովի ափսեն բաժանենք 3 մասի,
որի 50%-ը բաժին է հասնում ածխաջրերին, 25-25%-ները բաժին են հասնում սպիտակուցներին ու ճարպերին։ Արդեն դուք պետք է ձեր օրգանիզմի յուրահատկություններից ելնելով կազմեք ձեր ափսեն, այսինքն եթե ունեք լակտոզային անբավարարություն, ինչ է դա, կաթնամթերքի հանդեպ անտանելիություն։ Բնական է, դուք պանիրը պետք է փոխարինեք մեկ այլ տեսակի սպիտակուցով, օրինակ հավի կրծքամսով, ձկնամ տեսակներով, ծովամթերքներով, այլ տեսակի մսով։ Եթե դուք ունեք օրինակ գլուտեն անտանելիություն, ինչ է դա, ցելիակիայի կոչվող հիվանդություն է, որը գլուտեն պարունակող սննդամթերքների հանդեպ օրգանիզմը ունի անտանելիություն, չի մարսում, այսինքն դա մակարոնեղենն է, հացն է, այն ամենը, ինչի մեջ կա ցորեն, կորեկ, վարսակ, գարի, աշորը, անգամ շոկոլադները կան, որ պետք է ուշադիր լինենք, որոնց մեջ նույնպես գլուտեն է պարունակվում, կաթնամթերքի, որոշ օրինակ յոգուրտների տեսակներ, որոնք լրացուցիչ հացահատիկային ինչ-որ հավելումներ են պարունակում։ Այսինքն մեր օրգանիզմի յուրահատկությունները մենք իմանալով կազմում ենք մեր առողջ ափսեն, որի գաղափարում մեկ անգամ եւս եմ նշում։ Կեսը ածխաջրերն են, երկրորդ կեսը, 1/2-ը սպիտակուցներն ու ճարպերը։ Թե ինչ կլինի այդ պահին, ընտրում եք դուք։ Իհարկե, ցանկալի է, որ բազմազան, գունեղ լինի, անպայման բանջարեղեն առկա լինի։ Իհարկե, սահմանափակումներ լինում են, ինչպես մենք հասկացանք, մեր կյանքը լի է տարբեր փորձություններով մեր օրգանիզմի համար, այո, բայց պետք է նաև կարողանանք այսպես գեղեցիկ խորամանկ մեկը մյուսին փոխարինենք։ Եվ գեղեցիկ ափսեների տարբերակներ շատ են, ինչպես կարող ենք պատրաստել գազար, բիբար, տարբեր լոլիկ, տարբեր կանաչեղեններ, այսպես գունեղ ավելի աչքին էլ հաճելի ափսեներ, բայց քանի որ մենք այս պահին չունենք այդ հնարավորությունները որոշակի շրջափակումների կամ որոշակի սահմանափակումներից ելնելով, ես առաջարկում եմ պատրաստենք գեղեցիկ պանրային ափսե, այսպես ավելի շատ պանիրների այդ ափսեների գաղափարը, որ ուսումնասիրել եմ համացանցում, եկել է կարծես թե Ֆրանսիայից եւ չգիտես ինչու իրենք ֆրանսիացիները այսպիսի օրենքներ են ստեղծել պանրային ափսեի ձևավորման համար, որ պետք է պանիրների քանակը կենտ լինի, բայց իհարկե դրանք բոլորը այսպես պարզապես հորինվածքներ են, սովորույթներ են, դուք կարող եք ձեր երևակայությանը այսպես ազատություն տալ եւ գեղեցիկ պանրային տարբեր տեսակներ համադրելով ջրերի հետ, ընդեղենի հետ, մրգերի հետ, շատ լավ պանիրը համադրվում է խաղողի, տանձի, թզի հետ, շատ գեղեցիկ ու քիմքին հաճելի է նրանց համադրությունը մեղրի հետ, քաղցրային ավելի այդ չիզկեյքի, այդ մոդայիկ դարձած թխվածքի համադրությանն է հիշեցնում եւ ընդեղենի, չարազի հետ։ Բայց շատ կարեւորում եմ եւս մեկ անգամ նշեմ, որ այո կան յուրահատուկ օրգանիզմներ, որոնք իհարկե կաթնայի մթերքի հանդեպ անտանելիություն ունեն, դե ցավոք իրենք պետք է ուշադիր լինեն եւ իրենք իրենց ալտերնատիվ տարբերակը գտնեն։ Դա անհատական է եւ կարծում եմ մեծ տոկոս չեն կազմելու։ Բժշկուհի եւս մի հստակեցում, այդ չափաբաժինը օրվա մասին է խոսքը, թե մի անգամվա սնունդ ընդունելու։ Եվս մեկ միֆ կա բոլորի մեջ տարածված, որ այս սննդամթերքը նախաճաշի համար է, այս սննդամթերքը ճաշի, մյուսը ընթրիքի, այս ժամին չի կարելի միրգ ուտել, եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, յուրաքանչյուր անգամ պետք է մեր ափսեն ձևավորված լինի գեղեցիկ եւ բազմազան, ոչ թե մեկ անգամ։ Այսինքն նախաճաշ, ճաշ, ընթրիք, դա 3 հիմնական սնունդ ընդունում եւ յուրաքանչյուրների արանքում ունենք գեղեցիկ բառը միջուտեստային, այսպես միջընդմիջում ասեմ, պերեկուս, այսինքն մեկ հիմնական սնունդ ընդունում, հետո միջընդմիջում, ընդմիջումային, ճաշ, նորից մեկ լրացուցիչ սնունդ ընդունում եւ ընթրիք։ Գրաֆիկը կազմում են էլի անհատական, քանի որ ունենք այնպիսի դեպքեր, երբ որ մարդն աշխատում է գիշերային ժամերին եւ ինքը չի կարող ժամը 6-ին հաց ուտել, դա լինի իր համար վերջին սնունդ ընդունումը, քանի որ ինքը ունի գիշերային ռեժիմ, հերթապահություններ, հացի փուռ եւ այլն։
Այսինքն եւս մեկ անգամ վերադառնում ենք բալանսին, այսինքն օգտագործածը եւ ծախսածը պետք է հաշվի։ Այո, եւ չկան այդպիսի սահմանափակումներ, դրանք նույնպես պարզապես մոդայիկ դարձած, այսպես գեղեցիկ ցուցադրում են, որ իրենք ինչ որ աշխատանք են կատարում, գրաֆիկ են կազմում, այս ժամին սա կեր, միրգը կեր մինչև այս ժամը, եթե չունեք որևէ գանգատ, հանգիստ մարսում եք, լրացուցիչ գազարտադրություն, վքնածություն կամ օրգանիզմի համար տարօրինակ այսպես դիսկոմֆորտ, երբ ուզում եք, ինչ ուզում եք կերեք, ճիշտ առողջ ափսեի գաղափարը ունենալով ձեր աչքի առաջ, ձեր այսպես մտքում միշտ պահած։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ունենք տեսանյութ բժշկուի կողմից, ինչպես է պատրաստվում կոնկրետ առողջ ափսե, կարծում եմ, որ սա պիտի նաև օրինակ լինի ձեր ընտանիքներում օգտագործելու համար։ Դիտենք տեսանյութը, որից հետո կշարունակենք մեր հաղորդումը։ Բժշկուհին նաև կոնկրետ այստեղ էլ կբացատրի, թե ափսեի մեջ ինչ բաղադրամասեր կա։ Իհարկե նա խորժալի տեսքը արդեն հրահրում է, որպեսզի գինու հետ ընկերակցվա ձևով օգտագործվի։ Բժշկուհի, խնդրեմ ներկայացրեք ինչ է պարունակում ձեր ափսեն։ Ունենք մի քանի տեսակի պանիր, չեդեր պինդ տեսակի պանիրն է, բորբոսով պանիրը, կանաչիներով պանիր ունենք, սուլուգունի տեսակի պանիր, ապխտած է այն, համադրել ենք ընդեղենի, շիրերի հետ, սուխարիների և զեյթունի հետ, բայց կրկնվեմ, որ ափսեի բազմազանությունը տեսականին կարող եք փոխարինել, ավելացնել մրգեր, ավելացնել պանիրների տեսականին ու այսպիսի մի բան էլ կա, չգրված օրենք են, որ ասում են, որ պանրային ափսե, պանրային տախտակ ձևավորելիս պետք է և 4 տեսակի պանիրներ օգտագործել և փափուկ տեսակի, այսինքն հաշվի առնել ձեր շրջապատի մարդկանց բոլորի նախասիրությունները, այո, եթե մեկը սիրում է ավելի պինդ տեսակի պանիր կամ մյուսը ավելի փափուկ տեսակի, որպեսզի սա ևս մեկ անգամ, այո, մեկ հետաքրքիր մտերմիկ հավաքույթի պատճառը, այսինքն պարտադիր չի, որ սեղանը լինի այսպես յուղոտ, գեր, ծանրաբեռնված, նման օրինակը նույնպես լավ տարբերակ է։ Շնորհակալություն բժշկուհի հաճելի եւ կարծում եմ օգտակար եւ կարեւոր զրույցի համար։ Դե ինչ սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով այն հանգամանք, այն դժվարին ժամանակաշրջանը, որ մեր ազգաբնակչությունը անցնում է, եւս մեկ անգամ պիտի արձանագրենք, որ մենք չենք ապրում ուտելու համար։ Հիրավի ավելի լուրջ գաղափարական մտածելու եւ անհանգստանալու խնդիրներ ունի մեր ազգը ընդհանուր առմամբ, թե Արցախում, թե Հայաստանում, թե Սփյուռքում, կարծում եմ, որ պետք է համախմբվենք այս կարևոր հարցերի շուրջ, բայց այնուամենայնիվ ստեղծված իրավիճակը չի կարելի ընկճման պատճառ դարձնել, մենք ունենք դեռ բավականին պաշարներ, որոնք կարող են ոչ միայն հագեցնել մեր օրգանիզմի պակասները, այլ նաև կարող են գեղեցիկ եւ հավաքվելու առիթ հանդիսանալ մեր ընտանիքի, մեր հարազատների հետ համատեղ։ Դե ինչ, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի մեր ազգաբնակչության համար, աշխատենք մեր սեղանը առողջ պահենք, որպեսզի հետագայում նաև կարողանանք ունակ լինենք նաև մնացած գաղափարական եւ ճիշտ գործերի շուրջ համախմբվենք։ Առողջ եղեք։